Հարգելի ստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք Հայաստան Դաշինքի պատգամավորական թեկնածու Միհրդադ Մադացյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, որ հիշել եք։ Պարոն Մադացյան, ուզում էի խոսենք քարոզարշավի մասին, արդեն մեկ շաբաթ է ինչ ընթանում է։ Մենք լսում ենք, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը այսպես փոխադարձ վիրավորանքներ, սպառնալիքներ, հայհոյանքներ։ Ես ուզում եմ իմանալ սա էր հասարակությունը ակնկալում ուժերից, թե իշխանությունից, թե ընդդիմությունից, այսինքն ոչ թե խոսույթ ուղված իրեն, ոչ թե այսպես մեսիջ ուղված իրեն, այլ փոխադարձ կռիվներ։ Իրականում ես փորձեմ մեր տեսանկյունից խոսել, այս օրակարգը, այսպես ասեմ, կամ բառերը, որոնք որ հիմա արտաբերվում են, քաղաքական խոսույթ դարձրել է իշխանությունը, մինչև 2018 թվականին մենք նման խոսույթ չենք ունեցել, չի եղել եւ վստահ կարող ենք ասել, որ այսօրվա դրությամբ բողոքելու տեղ չկա։ Այդ խոսույթով է եղել ընթացել իշխանական որևէ մի ընտրարշավ եւ զարմանալի չի, որ երբեմն այդ խոսույթը նաեւ կիրառվում է անհրաժեշտության դեպքում ընդդիմության կողմից, այսպես ասեմ։ Այնպես չի, որ երբևէ մենք այդ խոսույթը ունեցել ենք ու երբևէ մենք այդ սլենգը երբևէ կիրառել ենք։ Բայց եթե խաղի կանոններ է թելադրվում, այդ խաղի կանոնները այդ իջիլի կրկնօրինակելու փոխարեն խաղի կանոնների մեջ մտելու փոխարեն փոխել այդ կանոնները։ Կրկնօրինակել, խաղի կանոնները սովորաբար թելադրում է իշխող ուժը միշտ, տենց է։ Եվ կրկնօրինակման մասին նույնիսկ խոսք լինել չի կարող լինել, մենք ի վիճակի էլ չենք կրկնօրինակել այսօրվա իշխող ուժին, այսպես ասեմ, որևէ բանում այնտեղ ամրցելի առաջ են իրանք այդ մասով, այդպես ասեմ, եւ բնավ կրկնօրինակման մասին չի խոսքը, իսկ խոսույթը փոխելու համար տեղի է ունենում այս ընտրությունները եւ այս ընտրություններից հետո, երբ որ այս իշխանությունը այլևս չի լինի իշխանության, խոսույթը կփոխվի եւ նոր օրակարգ կձևավորվի, իհարկե։ Ասում եք մշտապես իշխանությունն է խաղի կանոն թելադրելը։ Այ հիմնական խնդիրը դա չէ, որ ընդդիմադիր լիդերներին չի հաջողում այդ խաղի կանոնները իրենց ձեռքը վերցնել եւ թելադրողը իշխանությունն է։ Ես չեմ ճանաչում աշխարհում որևէ մի երկիր, որտեղ ընդդիմադիր լիդերը խաղի կանոն թելադրող է։ Եթե դուք ճանաչում եք նման, չկա այդպիսի բան, ես չեմ ճանաչում, ես չգիտեմ գոնե։ Եթե նույնիսկ կա, ես դրա մասին չգիտեմ։ Խաղի կանոնները միշտ թելադրում է իշխանությունը, որտեղ լծակները իր ձեռքում են, ինքն է թելադրում խաղի կանոնները, սա նորմալ է։ Իսկ իշխանությունը պետք է գնա այդ ընդդիմադիրները պետք է գնան այդ կանոններով։ Ընդդիմադիրները սովորաբար իշխանության թելադրած։ Հիմա տեսեք, իշխանությունը թելադրել է խաղի կանոններ ընտրական օրենսգրքի մեջ փոփոխություններ մտցնելով։ Ինչ պետք է անի ընդդիմադիրը, չհամաձայնվի դրա հետ ինչ անի։ Խնդիրը սա է։ Այսինքն կամ բազմաթիվ ուրիշ օրենքներ են եղել, բանտարկություններ են եղել, համաձայն չենք, չեմ ասում, համաձայնվում ենք դրա հետ, բայց խաղի կանոն դրանից չի փոխվում։ Խաղի կանոնը այսօրվա դրությամբ թելադրել է իշխանությունը։ Եվ բնականաբար նախկին իշխանություններն են թելադրել խաղի կանոններ, բոլոր երկրներում են իշխանությունները, ես զարմանալի բան չասի կարծես թե։ Խաղի կանոնները, այս ընտրության կանոնները թելադրում է իշխանությունը։ Ոճը իհարկե տարբեր է, եթե դուք նույնիսկ ուշադիր նայեք, կտեսնեք, որ օրվա իշխանությունների քարոզարշավը բնավ չի համապատասխանում մյուս ուժերի արած քարոզարշավների ոճերին։ Սա ուրիշ է։ Ինչ իմաստով։ Այն իմաստով, որ իրենք էլ գնում շրջում մարդկանց տներ են մտնում։ Ինչպես օրինակ գնալ շրջել ու մարդկանց տներ մտնելը դա ընդհանրապես ընտրարշավ ասած է հենց սրա մեջ է բանանում։ Այդ истерик սլենգը, այդ սպառնալիքները, օրինակ երեք ասում են մարտի 1-ի գործը արդեն գրեթե այսպես ասած հանրության համար բարձ է եւ ձեր դաշինքի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը պետք է դատվի, կարճ եւ կոնկրետ, այդպես է խոսում։ Ես ասեմ այսպես, եթե ուղղակի խոսելու մասին է, ապա կարող եմ ասել, որ այդ արտահայտությունը վերջի 8 տարիներին պերիոդիկ հնչել է մանավանդ նախընտրական
թեզերի ժամանակ 21-ին էլ նույն ձևի հասկացար բլթացրել այս երիտասարդը, բայց ոչ մեկը դրանից հետո ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել մի պարզ պատճառով։ Իսկ ինչ է տալիս դա այս թեզը ընտրությունների Ես չգիտեմ, մարտի 1-ը իրանք տակ պահում են որպես թեզ։ Ինչու իրենք ասում են օրինակ հանրությունն է մեզնից պահանջում, որ պատասխանատվության ենթարկվեն։ Ես սենց ասեմ, համոզված կարծիք ունեմ, որ բոլոր այն թեզերը, որ իրենք ասում են հանրությունն է պահանջում, դրանցից ոչ մեկը հանրությանը հետաքրքիր չի։ Այ հանրությանը հետաքրքիր է շատ ուրիշ թեզեր, որ հանրությունը պահանջում է։ Օրինակ, զոհվածների ցուցակը մի տեղով անուն ազգանունով հրապարակել։ Դա էլ է ասում են այք ընդդիմությանն է ասում են անդադ ասում են 5000 զոհ, 5000 զոհ, ասում են սիրտները, այսպես ասած, շատ զոհ է ասում, դրա համար են այդ թիվը կրկնում, իրականում ավելի քիչ է։ Տեսեք, իրական թվի մասին խոսելուց պետք է ունենալ փաստարկներ։ Հազարավոր անգամներ խնդրվել է տարբեր մարդկանց կողմից եւ ընդդիմության կողմից նույնպես, որպեսզի հրապարակվի 44 օրյա պատերազմի զոհերի ցուցակը։ Այդ ցուցակը միանվագ հրապարակման չի ենթարկվել եւ առեսօր մենք չունենք այդ անունները։ Կարող եք ինձ ասել, ինչի պիտի ես Նիկոլ Փաշինյանի մերկապարանոց արտահայտումին մի մարդու, որ բազմաթիվ անգամներ ստել է, հավատամ, որ դա 5000 չի, այլ 3800 ասենք թե։ Հասկացաք, չէ՞ ինչի մասն է խոսքը, որպեսզի դա լիներ 3800, ապա այդ 3800 անունը պետք է հրապարակել, անուն ազգանուններով, ապրելավայրերով, հասկացել եւ ասել սրանից անդին այլևս մենք զոհ չունենք։ Ավելին ասեմ, որոշ Փաշինյանի մտերիմ աղբյուրներից, օրինակ Բաքվից, հրապարակվել է 10000 զոհի ցանկ Հայաստանի։ Անուն ազգանուններով եւ ապրելավայրերով։ Կարող է հրապարակել։ Հա, բայց այնտեղ հրապարակվել է ցանկ։ Բաքուն իհարկե ինչ թիվ ուզի կարող է հրապարակի, այդ դեպքում ես էլ ասում եմ, ես չեմ ասում նա է ճիշտ։ Ես ասում եմ Նիկոլ Փաշինյանն ինչ թիվ ուզի կասի։ Որտեղ է հիմքը դրա։ Խնդիրը այստեղ է։ Եկեք ճիշտ հասկանանք իրար։ Փաստարկներ են պետք։ Մարտի 1-ի գործով ամեն անգամ, երբ որ փորձում են հետաքննություն անցկացնել, դուրս են գալի իրանց վրա։ Վերջի անգամ Նիկոլ Փաշինյանը, ես չգիտեմ, այդ նախընտրական միտինգներից մեկի ժամանակ, այդ մարտի 1-ը շոշափելով Լևոն Տեր-Պետրոսյանին էլ հիշեց։ Ներողություն, դուք տեսել եք մարտի 1-ը, ամբյոնին ով էր կանգնած։ Ում սիրտն էր փառավորվում։ Նիկոլ Փաշինյանը չէր դա։ Դուք հասկանում եք։ Եվ այս մարդը ով որ կանգնած public ասում է, որ Արցախը մերը չի եղել, որտեղ մենք այնտեղ դպրոց չենք կառուցել։ Եվ ամեն գյուղ գնալուց ասում են մենք ստեղ դպրոց են կառուցել, ինչ որ գյուղեր մտնելուց, հասկացար։ Չհայտարարելով, որ 300 դպրոց եւ մոտ 200 մանկապարտեզ, որը կառուցված էր Արցախում, ել չեմ ասում հիվանդանոց, ել չեմ ասում համալսարան, ել չեմ ասում հանձնեց Ադրբեջանի։ Ներողություն մի հատ հարց ունեմ Իրան տալու։ Այս 300 դպրոց ով էր կառուցել։ Այն մանկապարտեզները ով էր կառուցել։ Արցախի համալսարանը ով էր կառուցել։ Հետ չէր կառուցվել, այդտեղ ծլել էր, հա։ Դե ասում են իրենք արել են, բայց մեր իշխանությունը Արցախի համար ամենաշատը, այսպես ներդրումն արած, ամենաշատ Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Շատ ներդրում է արել։ Ինքը պրոստը որոշեց, որ Արցախը թող նստի Ադրբեջանի բյուջեի վրա, պետք չի որ Հայաստանի բյուջեի վրա էլ նստի։ Թող ադրբեջանցին վայելի այդ դրախտը, պետք չի, ինքը երևի ավելի շատ է արել։ Հասկանում եք, այդ շատ անելուց պիտի կարողանանք հասկանանք։ Երբ որ այսօր իշխող ուժերը ասում են մեզ սահմանադրական մեծամասնություն է պետք, հարցրել եք ինչի համար է պետք։ Նրա համար, որպեսզի Ալիևի թելադրած սահմանադրությունը ազգային ժողովով անցկացնեն։ Այսինքն մենք այսօրվա իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը։ Արցախն էլ տվեցին իրանց ու համարում են, որ լավ են արել, որովհետև թուրք-ադրբեջանական շահերը սպասարկողների համար Արցախը Ադրբեջանի կազմում դա լավ է։ 300 դպրոցը տալ Ադրբեջանին, որ այսօր Հայաստանի կառուցած 300 դպրոցում սովորեն ադրբեջանական երեխաներ, պատերազմ չի եղել։ Կանոնավոր բանակը վերածվել է ֆիդայական շարժումի։ Պատերազմի առաջի օրը ասվել է արտահայտություն, որի համար արտահայտություն անողին պետք է ձերբակալել կամ գնդակահարել, եթե լիներ մի շնորհքով, պատվով գեներալ։ Պատերազմի առաջի օրը ասել
ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք ճանաչի, սա դավաճանություն էր ու տեղում պետք էր կանխել։ Տեղում կամայական նորմալ երկիր դառներ Ուրուգվայը, Գոնդուրասը, Ֆրանսիան, դա կկանխեր։ Մեր դեպքում մենք դա, չգիտեմ ինչ ընկալեցինք որպես։ Եկեք այսպես ասենք, ես համաձայն չեմ այդ թեզերի հետ։ Ես համաձայն չեմ նրա հետ, որ Արցախում ներդրումներ չեն եղել։ Ես համաձայն չեմ նրա համար, որ Արցախը երբեք մերը չի եղել։ Եվ լեզվի իմացության մասով էլ հասկացար մի բան ունեմ ասելու։ Փաշինյանին ուզում եմ կոչ անել։ Կարա ինքը Արցախ բառը TV-ով արտաբերի։ Հասարակ կարճ բառ է։ Բայց լեզուն կկոդրվի, չի ստացվի։ Հասկացաք, անպայման կզանգեն իր տերերը ու շատ փիս կարող է իրան պատժեն դրա համար։ Այնպես որ ես խնդրում եմ, գոնե գրագիտության մասով կամ մյուս մասերով հասկացար ավելորդ բաներ չանեն։ Երկրորդը, եկեք փորձենք հասկանալ, որ համբալ բառը որպես քաղաքական սլենգ բերել է Նիկոլ Փաշինյանը։ Պետք է կրկնել դա։ Ես չասի, որ պետք է կրկնել։ Ես չեմ ուզում ասել այլ ինչ քաղաքական սլենգներ ա եղել ազգային ժողովի խոսնակի բերանից հնչող կամ արարքներ ա եղել, հա, թքելու եւ մնացած բոլոր բաների հետ կապված։ Ես չեմ ասում, որ պետք է կրկնել, բայց երբ որ մենք վերցնում ենք հենց համբալ բառը, հասկացա, երբեմն մարդու արարքները բերում են նրան, որ Էս էլ է հոգեբանություն, որ դիմացինի մոտ ինչքան էլ կիրթ լինի դիմացինը, ներքին մղում է առաջանում որևէ գնահատական տալու եւ այդ գնահատականը միգուցե այնքան էլ գրագետ ու մարդկային չի լինում։ Այս դեպքում ես շատ համարում եմ, որ համապատասխան գնահատական է։ Պարոն Ադատյան, իմ հարցը հետեւյալն էր, լավ, հայտարարություն է հրճել, սա էլ արձագանքներ, բայց հանրությունը այսպիսի ակնկալիքներ ունի քաղաքական ուժերից, այսպիսի կարծում եք հանրության ակնկալիքներին, ասեմ, այո, հանրությունը նաև այսպիսի ակնկալիքներ ունի։ Այո, հանրությունը այսօրվա դրությամբ խաբված է իրան զգում եւ հասկանում է այդ խաբվածության դիմաց ինքը որոշակի, չասեմ վրեժի, բայց ինչ որ ձևի պատիժի ակնկալիք ունի։ Հանրությունը չի ներելու այս ամենը։ Ու դա մենք ակնհայտ տեսնում ենք իշխանական ուժերի քարոզարշավով։ Երևանում ամենատարբեր ձևերի արտահայտումներով, շրջաններում, աշտարակում մի 100 հոգի հավաքելով։ Նայեք, իրենք ասում են մենք 65%-ի ակնկալիք ունենք։ Դուք էլ ասեք, որ Մոնակոյի արքայադուստրն եք։ Սա իդենտիկ բան ասեցի, ու ավելի շատ դուք Մոնակոյի արքայադուստր եք, քան ինքը 65%-ի, ասենց ասեմ, քան ինքը 50%-ի հնարավորություն ունի։ Եթե հավաքեն ուրեմն այս երկրում եթե կա երկրորդ մերժվածը, դա Նիկոլ Փաշինյանն է, ու իրան ամեն օր առավոտից իրիկուն Հայաստանի փողոցներում մերժում են։ Մերժում են հասարակ կանայք, հասարակ տղամարդիկ, հասարակ երեխաներ, ում դուխը չի հերիքում, ուղակի չի վերցնում քարտեզը մոտիկ չի գալի, ում դուխը հերիքում է մի հատ էլ ինչ որ բան է ասում իր ճակատին, բայց դա արվում է ամեն Աստծո օր։ Ինչ որ մեկը ջուրաշ լցնում վերևից, ինչ որ մեկը հերվից պրոստը հասկացար զզվանք է ասում, ես ցիտում եմ հիմա, որտեվ այդ տեսանյութերը համացանցում կան։ Ինչ որ մի արցախցի կին իրան փորձում է հասկացար, հա, ճարիքի տեղ ներկայացնել։ Սա իր գնահատականն է, որը ինքը մսխել է իր ռեյտինգը 8 տարվա ընթացքում եւ այսօր եկե հասել է այս սրան։ Եկել է հասել է ստով քաղաքական խոսույթը իջեցնելով, հասկացար, քրեամշակութային մակարդակի։ Եկել են թքելով մարդկանց վրա, կամակատարություն անելով։ Էսա այսօր։ Պարոն Ադատյան, քանի որ դուք նաև այսպես հոգեբան եք, հա, ես ուզում եի առաջի հերթին հոգեբան եմ նաև Հայաստան դաշինք։ Ես ուզում եի խոսենք, թե հանրությունը ինչպես է, այսպես ինչ տրամադրվածությամբ է մտնում ընտրություններ, քանի որ տեսնում ենք, որ որքան մոտենում են ընտրությունների օրը, այսպես կրքերը ավելի թեժանում են միջադեպեր։ Տեսեք, ես այսպես կասեմ, այս ընտրությունները ունիկալ են իրանց ձևի մեջ։ Հանրությունը այս ընտրություններին դեռևս աշնանից էր պատրաստ։ Եվ այս նախընտրական փուլը առանձնահատուկ մեծ դեր չի ունենալու, ինչպես մնացած նախընտրականները, որ մենք ունեցել ենք։
որովհետև սփռած վախի մթնոլորտը, որը որ այսօր Հայաստանում տիրում է, հա, այսպես, հա։ Տեսեք, կինը մոտենում է ու ասում է հիմա որ մի բան ասեմ, ինչ չեմ բռնի, չէ։ Փաշինյանին է մոտենում։ Ու հարցը առաջի սա է, սա շատ ակտուալ է։ Հիմա որ ես մի բան ասեմ, ինչ չեմ բռնի, չէ։ Այս վախի մթնոլորտում յուրաքանչյուր մարդ ներքուստ իմանալով ում պետք է ընտրի, խելոք իր տանը նստած սպասում է ամսի 7-ին։ Ինքը վերջում գնալու է ամսի 7-ին եւ մի ապտակ հասցնելու է, սիմվոլիկ ապտակի մասնամ, հա, այդ քվեատուփը մեկցելով թերթիկը։ Բայց այն որ այսօրվա դրությամբ այս իշխանությունների տված թեզերը այլևս ոչ հոգի հետաքրքիր չեն, սա հենց գնում է, կարող եք հասկանալ, որ կամայական հասարակությունում կոնֆորմիզմը մեծ դեր է ունենում։ Մեր հասարակությունում միտինգների սակավամարդությունը, որը որ մենք տեսնում ենք այսօրվա, հա, իշխանությունների, հուշում է նրա մասին, որ նույնիսկ կոնֆորմիզմը չի աշխատելու Փաշինյանի օգտին։ Ուզում եք ասեմ, այո, 25% լավագույն դեպքում 30% Փաշինյանը կկարողանա հավաքել։ Իրենք էլ ձեզ ասում են խորհրդարան մտնելու խնդիր ունեն։ Դե իրանց ասել է շատ քիչ է, իրանք ասել են, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ հետո Արցախը հանձնել են։ Մենք նման բան չենք կարել, ինչ ասել ենք արել ենք։ Ասել եք Փաշինյանին հեռացնելու ենք։ Շարունակում ենք հեռացնել։ 8 տարի է ամսաթվային դիմեցիք ժողովրդին, ասիք մեծ ձայն տվեք, որ նորից 2018 թվականի երբ որ այդ ժողովուրդը իմ երեսին թքում էր, ես ասել եմ Փաշինյանին հեռացնելու եմ ու շարունակել եմ պայքարել, ես իմ մասին կարող ասեմ։ 20 թվականին երբ որ ժողովուրդը որոշեց, որ պետքա ինչ որ մի մաս Փաշինյանի հեռացնել, ես էլի ասի Փաշինյանին հեռացնելու եմ եւ պայքարել եմ։ Ամենայն դեպս դուք դրավական եք այս ամբողջի։ Առ այսօր ես պայքարում եմ ուժերից ներածի չափով։ Մեր ֆրակցիայից կամ բանտարկվածներ, քաղբանտարկյալներ, բազմաթիվ մարդիկ բազմաթիվ զրկանքներ են կրել։ Ասեմ ենք հեռացնում ենք, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Սա աչափնյակի կայարան չի, որ խոստացել ենք չենք կառուցել։ Սա իշխանությունն է, որը իր ամբողջ ռեպրեսիան օգտագործելուց բացի Եվրոմիությունը աչքերը փակում է կամայական իրավական գործողությունների, անիրավ գործողությունների նկատմամբ։ Սա այն իշխանությունն է, որ երբ որ Եվրոդեսպանի պատուհանի տակ կրակում են ժողովրդի վրա, Եվրոդեսպանը չի տեսնում։ Ուղղակի չի տեսնում։ Այնպես որ ոչ մեկը սա չէր կարող սпасել։ Մենք Եվրոմիությունից դեմոկրատիա էինք սпасում։ Ժողովրդական խոսքի պաշտպանություն էինք սпасում։ Մենք չէինք սпасում, որ Եվրոմիությունը կամ Եվրոպան հասկացած նման ձևի կողմնապահ կգտնվի։ Մեղմ ասած, ավելի կոպիտ բառ չեմ ուզում օգտագործել, բայց մենք տեսել ենք, չէ՞, սա ես չեմ ստում։ Եվրոմիության դեսպանի պատուհանի տակ ժողովրդի վրա կրակվել է, մի ծպտուն դեսպանը անել է, դուք պահանջ ընդեղ եք ներկայացնում, թե մեզ։ Մենք գնացել ենք իմ վրա, ես ու կինս կանգնած ենք եղել կրակել են։ Եթե իմ մասին է խոսքը, ես ընդհանուր թիմին նկատի ունեմ։ Թիմի մասին եմ, թիմով ենք ընդեղ եղել։ Թիմով ենք եղել, հո ես այնա չի որ ես ինքս գնացել եի այնտեղ, ես ինչ անելու, չէ, թիմով ենք եղել այնտեղ։ Իսկ Եվրոմիության դեսպանը լուր է եղել։ Առ այսօր լուրը ամենատարբեր բաների նկատմամբ։ Քաղբանտարկյալների մասին մեկը խոսել է, ոչ։ Գերիների մասին որևէ խոսակցություն կա, ոչ։ Այս ամեն ինչը, այսինքն մենք մեկուսացել ենք աշխարհից։ Մենք ունենք տիրան, ով որ մեզ իշխում է, դեսպոտ, որը մեզ իշխում է, ով որ սարքել է ոստիկանական մի հատ մեծ մեխանիզմ, ով որ այսօրվա դրությամբ բաների վրայից, կամուրջների վրայից հանել է ոստիկանական հերթապահությունը, որը որ արված էր ինքնասպանությունները փոքրացնելու համար, որպեսզի այդ ռեսուրսը ծառայի իր անձնային անվտանգության համար, ով որ բեմադրություններ ան, դուք ասում եք դուք չհարացեցիք, քանի որ խոսեցիք գերիների հետ կապված, այսպեսի մի հայտարարություն էլ եղավ, ասում են, որ էլի ընդդիմադիրներն են մեղավոր, որ գերիների վերադարձի process-ը ցկցկվում է, այսպես էր ասում, ասում էր, քանի դաշնակցությունը խոսում է Արցախ վերադարձի, Արցախ վերադարձնելու մասին, օրինակ Դավիթ Իշխանյանը չի վերադառնա Հայաստան, այսինքն ասում են, որ դուք եք խոչընդոտում հայտարարություններով։ Գիտեք ինչ կա, այդ կարող էր ավելի ուրիշ բան անել, այս տարի օրինակ Գարունը Անձրևոտ ա եղել, դա մեղավոր որ գերիները չեն վերադառնա։ 20 թվականից անցել է 6 տարի։ Երբ որ մենք խոսում ենք գերիների մասով, դա ասում են պետական գաղտնիք, չէ՞, այդպես են ասում։ Պետական գաղտնիք է, մենք դրա մասին չենք խոսում։ Ես մի անամեստ հարց ունեմ, այդ գերիները գտնվում են Ադրբեջանում, եւ ադրբեջանցի կանուն ազգանուններով գիտեն ովքեր են այդ գերիները։ Ում համար է դա պետական գաղտնիք։ ՀՀ քաղաքացիների։
Հետաքրքիր է, էլի այդ հարցը տվեք էլի մի հատ իրան։ Ասեք այդ ինֆորմացիային տիրապետում Ադրբեջանը շատ ավելի լավ։ Ում համար է դա պետական գաղտնիք։ Ներ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից պետական գաղտնիք է պահում, այդ դեպքում ում երկրի շահն է ինքը պահում, հա։ Երբ որ պետական գաղտնիք է պահում հայերից։ Այնպես որ եկեք սենց անենք։ Իրենք ասում են, հա, արտահայտությունը այս 8 տարի արժեզրկված է։ Իրենք ասել են Հայաստանը պետք է արձագանք լինի, չէ՞։ Ասում եմ, իրենք ասել են Արցախ Հայաստանը եւ վերջ։ Իրանք ասում են, որ երկրի վիճակը լավացել է, բայց հասկացա։ Իրանք սոցիալական եսիմինչ վագրի, եսիմինչեր են ասում, բայց պետական պարտքը աճեցնում են։ Իրենք ասում են, որ մենք դեմոկրատ երկիր ենք, բայց իրենց շեֆը, այսպես ասեմ, այնպիսի ոստիկանական համակարգով է մանգալի, որ էլ ասելու չի։ Իրենց ասել է այսօրվա դրությամբ արժեզրկված։ Այնպես որ եկեք իրենց ասելուն sense լուրջ չվերաբերվենք։ Նույն ձևի իրենք կարող են որոշել այսօրվանից ասել, որ հիշում եք ասում էր մի դեմոկրատիայի բաստիոն։ Այս Փաշինյանի խոսքերն է, չէ՞։ Պարոն Մատասյան, եւ վերջում ուզում եի տեղեկություններ են դասվում, որ խոզարկություններ են իրականացվում ընդդիմադիր ուժերի այսպես շտաբերում, գրասենյակներում, այդ թվում նաև Հայաստան խմբակցության ձայնագրություններ են հրապարակվում, Հայաստան խմբակցությունից։ Սրա վերաբերյալ ինչ կասեք, այո, նաև Հայաստան խմբակցությունից ես ձայնագրություն չեմ լսել դեռևս, որ հրապարակվի։ Եթե չեմ սխալվում, մեկ ձայնագրություն վերջը, բայց ամեն դեպ խոզարկությունները Ես տեղյակ չեմ այդ մասով, խոզարկությունների մասով գիտեմ, որ իրականացվում են, կարող են իրականացնել, то есть դա սպասելի էր, այնպես չի որ զարմացած ենք դրա վրա, ավելին ասեմ, համոզված եմ նույնիսկ ձերբակալություններ կիրականացվեն ինչ որ տարբեր նյութերով, մեկ էլ ինչ որ կարող է պարզվի, որ չգիտեմ, ինչ որ շատ պարկեշտ մարդ, ինչ որ շեմայում ինչ արի եւ այլն, բայց Հայաստան դաշինքի մասով ասեմ, որ մաքսիմալ օրինախախտումները նվազեցված են մինչև հնարավոր զրոյական վիճակը, այն ինչ սպասումները, որ իրանք ունենում են, չեն ունենալու եւ ինչ է լինելու է, դա լինելու է սֆաբրիկովնի, հա, ձևավորված ինչ որ մի բան, այսինքն կեղծած ինչ որ մի հատ բան, որը որ դրվելու է Հայաստան դաշինքի վրա։ Մենք աշխատում ենք հասկանալով, որ թիրախի տակ ենք իմիջայլոց, հա, հասկանալով, որ առաջի հարձակումը լինելու է մեզ վրա, մենք աշխատում ենք մաքսիմում թափանցիկ, մաքսիմում բաց, հա, եւ ուրախ թողան ստուգումները իրենց իրականացնեն։ Շնորհակալ եմ, պարոն Մատասյան։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրեցիք։ Հարգելի ստետիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք Հայաստան դաշինքի պատգամավորական թեկնածու Միհրդադ Մադացյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։